Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հետաքրքիր մարդիկ եք, պարոն Սիմոնյան, թոշակից խոսում ենք, ասում եք, ման ենք անում, դիվիդենտներ եք հավաքում, գալիս ենք այս հարցով, ասում եք դիվիդենտ եք հավաքում, վերջը, ընդդիմություն ինչ անի, խորհրդարան չգա։ Չէ, թոշակի հարցը մասին մանիպուլացնում եք, այո, հիմա անցնենք պարոն Աղազարյանին, պարոն Աղազարյան, բազմաթիվ անգամներ այս ամբիոնից պատգամավոր դառնալու օրվանից խոսում ենք ստեղ անարդարությունից, գործընկերներս ասեցին, ընտրովի արդարադատությունից, ընդդիմադիրների դեմ բռնաճնշումներից, կատարվող ապօրինություններից եւ այդ տարիների ընթացքում, երբ որ խոսում ենք այդ խնդիրներից ու խնդիրներից, ես վերջերս զգում եի մի անգամ առիթ եղավ, ասեցիք, որ մարդուն չպետք է տանեն կալանքի, դա սխալ է, բայց ոնց որ զգայիք ինչ-որ մի բան, իմ տպավորությունը այդ էր, ես վերջի շրջանում ասում էի այդ ամեն ինչը, ինձ համար ուրեմն շատ կարևոր է, որ մենք հասկանանք հետևյալը, որ ամեն անգամ, երբ որ այստեղ քննվում է ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն զրկելու հարցը, ճիշտ է, շատ դեպքերում նաև տխուր հիշողություններ են արթնանում, որովհետև ամիսներ առաջ, միգուցե մի տարի առաջ մեր սիրելի գործընկերը Մհեր Սահակյանը հենց այս նույն դահլիճում անձեռնմխելիությունից զրկվեց եւ էլի նրա համար, որ ընդդիմադիր էր եւ ընդդիմադիր լինելով այդ ուրեմն գործերը, որ կարվում էին այդ գործերից մեկի զոհն էր, էլի պատգամավորներ են եղել եւ կարծես թե առաջին անգամ է, որ իշխանական նախ պատգամավորը, որը որ հիմա արդեն ընդդիմադիր է, պետք է անձեռնմխելիությունից զրկվի եւ ես ուզում եմ հնարավորինս անաչառ լինեմ, ել եմ ասում, կյանքում չէի պատկերացնի, որ ձեր պաշտպանության տեսանկյունից հանդես կգամ, որովհետեւ անկեղծ ասած ձեր շատ մտքերի հետ, տեսակետների հետ մեղմ ասած անհամաձայն եմ, եթե ոչ ինձ համար դա անընդունելի է, բայց այստեղ շատ կարևոր մի հարց կա։ Միգուցե սրա համար ես քննադատվեմ, բայց համենայն դեպս ինձ համար Հովիկ Աղազարյանը կոռուպցիայի սիմվոլ չի, էլի։ Իսկ ասենք հիմի հարց առաջանում, ասինքն հենց որ այս մարդը մտքեր արտահայտեց եւ այլը, գալիս է 3-4-5 հոդվածով, ուրեմն ես իմ հարցի ժամանակ էլ ասի, մանր եղջերավորներից սկսվում է, սեռական կյանքով ընթացքով գնում է, մեկ է վերջում պարզում է, որ հայրենիքի դավաճան է։ Չէ, ինչ է։ Դեռ չկա, բայց դե վերջը համենայն Ես խնդրում եմ դաշնակցականներով վերջացրեք այս ուրեմն Նաև պարոն Աղազարյանին նկատի ունեմ։ Լրեք։ Դուք եք խանգարում, որովհետև իրար հետ դիալոգի եք բռնում։ Ես ձեր ժամանակը կպահեմ, դուք մի անհանգստացեք։ Մի խանգարեք, պարոն Դանելյանն նախոսում, մի խանգարեք։ Այո։ Հիմա պետք է բոլորը որոշում կայացնեն եւ ընդդիմությունը եւ իշխանությունը անձեռնմխելիություն զրկելու քրեական գործ հարուցելու։ Հիմա մենք սենց խոսում ենք ստե ազգային ժողովում ձեր նախկին գործընկերները, ուրեմն ձեր նախկին գործընկերները, ես որոշների մոտ ափսոսանք եմ նկատում, որ ոնց է որ հասել եք ստեղ այս վիճակին եւ շատ մարդկանց մոտ էլ, որոնց դուք ճանապարհ եք անցել, սենց ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ Երևան, երևի Նիկոլ Փաշինյանի ցույց տալու բան էլ ունեն, որ տեսեք ոնց, տեսեք ինչ հարցեր ենք տալիս Հովիկ Աղազարյանին, ում հետ երկար տարիներ ճանապարհ ենք անցել։
Եվ այստեղ իրապես եւ քաղաքական կողմը կա, եւ բարոյական կողմը կա, եւ շատ այլ ասպեկտներ էլ կա։ Հիմա ես խոսում եմ դե հա անձեռնմխելիությունից զրկում են, էլի։ Ես ոչ ընդդիմության, ոչ իշխանական որևէ պատգամ չեմ ուզի որ տենց մտածեք, էլի հա դե անձեռնմխելիություն։ Ես գիտեմ որ ընդդիմադիրներին տենց եք մտածում, բայց վերջ ճանապարհը անցել։ Ունեց խոսում եք հիմի որ օրինակ ձեզնից յուրաքանչյուրը գան ստեղ ու դատախազությունը միջնորդի ձեզ անձեռնմխելիությունից զրկեն։ Կամ օրինակ ձեզնից յուրաքանչյուրին մտնեն ձեր անձնական դաշտ ու ձեր հեռախոսից այդ ինֆորմացիան հանեն դնեն ձեր սեղաններին, ոնց կզգաք ձեզ։ Չանեմ եք պիտի իրա աստվածաշնչյան են կարգախոսը, մի արա այն ինչ որ չես ուզի որ քո հանդեպ անեն։ Ձեր դուրը կգա։ Կամ դա նորմալ է։ Վերջը այս արժե համակարգով, այս ամեն ինչով մենք որտեղ պիտի հասնենք։ Կամ ինչ ենք մենք այս ամեն ինչով ցույց տալիս մեր սերունդներին, մեր երեխաներին, գալիս են ստեղ նայում են, չէ՞, դպրոցականներ ենք բերում ստեղ, ասում ենք ներկայացնենք ազգային ժողովը։ Էս եք ներկայացնելու։ SMS հաղորդագրություններն եք ներկայացնելու, որ դատավորներին ուղարկվում է, պատգամավորներին ուղարկվում է։ Կամ մեկ անձին սարքեք աստվածացնեք, սարքեք եսի միջ, մեկ է վերջում էլ ասեք, բա գիտեք ինչ կա, սենց չինենցա։ Չէ, աստվածային մարդիկ չկան, քաղաքական գործիչներ չկան, անսխալական ոչ նախագահներ կան, ոչ էլ վարչապետեր կան։ Բոլորն է սխալվում են, բայց կան ճակատագրական սխալներ, որ այդ ճակատագրական սխալները ազգի, պետության համար պետք է գնահատականի արժանանան։ Ցավը սետ է, պարոն Աղազարյան, որ այդ ամբողջ ընթացքում դուք հենց ջերմեռանդությամբ պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանի, սիտը ստրակվեր, ասում էր, այս մարդը նախկին դաշնակցական վերջը։ Ոնց կարա սենց բան ասի։ Բայց ամեն դեպքում ես նորից եմ կրկնում։ Ժողովուրդ, մեր երկրում գրեթե բոլորի մոտ այդ կոնսենսուսը կա, որ եթե օրինակ պարոն Աղազարյանը մանդատը դներ, այս իրավիճակում չէր հայտնվի, եթե պարոն Զեյնալյանը մանդատը չդներ, կարծում եմ, որ նորից էլի նույն իրավիճակում կհայտնվեր, ոնց որ դուք։ Եվ սա ինձ համար ընդունելի չի կարող լինել, որովհետև վաղը մյուս օր կարող է գան յուրաքանչյուրից հետևից, ձեզնից յուրաքանչյուրի հետևից, հենց որոշեք, որ դուք կոշտ քննադատության եք ենթարկում, համաձայն չեք Նիկոլ Փաշինյանի ուղեգծի հետ, գալու են ձեր հետևից, հիշելու են ձեր հարստությունների մասին, հիշելու են ձեր ապօրինի գույքի մասին, հիշելու են ձեր անցյալի, ձեր ներկայի մասին, նախկին պաշտոնյաների մասին, որոնք որ պաշտոն են զբաղեցրել։ Այս երկիրը փոքր երկիր է։ Չեք կարա տենց արագ վիլլաներ ունենաք, հարստություններ ունենաք, շքեղ մեքենաներ ունենաք ու ասեք, չգիտեմ, Զոնքաչի Թոշակովա կամ չգիտեմ, հորոխբորս տղեն է, մանա Ռուսաստանից կամ չգիտեմ, որտեղից ուղարկել։ Ամեն մեկից այնքան մանրամասնություններով գիտի, որտեղ ինչ կա։ Պետք չի ստես երեսպաշտությամբ զբաղվել։ Պետք է մի անգամ անկեղծություն, ազնվություն, բարոյականություն եւ պարկեշտություն դրսեւորել, թույլ տանք, որ այս ազգային ժողովում իր հայացքների համար, այդ ամեն ինչը դնենք մի կողմ, իր հայացքների համար, իր սկզբունքայնության համար, անկախ նրանից ընդդիմություն կլինի, դիմություն կլինի, ով կլինի, ինչ կլինի, անձեռնմխելիությունից զրկեն ու սա դառնա նախադեպ։ Այո, ազգային ժողովը ներկայացուցչական ամենաբարձր մակարդակն է, առաջնային մանդատով օժտված, եւ մարդիկ պիտի լինեն անձեռնմխելի պիտի լինեն։ Իսկ եթե քրեական գործը կա, քրեական գործը արեք, ապացուցեք, բայց ոչ թե էլի գնացեք 5 անգամ ազատազրկում ունեցող, ուրեմն, չգիտեմ, խարդախության համար մեղադրվող 5 տարի, բայց ինչ որ հայտնի խարդախ է, չգիտեմ, էլի բոլորը ճանաչում են, ասում են հայտնի խարդախն է, հիմի կապ չունի։ Այդ ցուցմունք տա, այդ արժանահավատրնի խարդախի ասածը, բայց մի բարոյական պարկեշտ 1000 հատ մարդ գնում է ցուցմունք հատալի, բան չկա, գործ չկա, բան չկա, չենք լսել, չենք տեսել։
Սիրուն չի։